առավոտ սիրելի հեռուստադիտող 21 TV եթերում իր աշխատանքն է սկսում օրը բարի առավոտյան ծրագիր։ Ով քնած է արթուն կացեք, ով արթուն է ելեք գեցեք, ով գեցել է զենք կապեցեք, զենք եք կապել, ձիթ համբեցեք, ձիեք թամբե, ելեք, հեծեք, հետո չասեք թե մենք քնած Վրեժն ու Անահիտը եկան ու գնացին։ Այո, օրը բարին սկսում է իր աշխատանքը մեծ սիրով ու ուրախությամբ, այս պահին լավ ու դրական ելևէջներով սկսենք օրը, մի լավ տեսահոլովակ ու վերադառնանք։ Գնացինք երաժշտություն։ Դե ինչ վերադարձանք, եթե դեռ չեք արթնացեք, որովհետև օրը կես է դառնում արդեն ի վերջո ինչքան կարելի է քնել։ Եթե դեռ չեք որոշել ինչ նախաճաշ պատրաստեք, ապա հարցրեք ընտանիքի անդամներից կամ մի անակնկալ որևէ ուտեստ պատրաստեք։ Եթե ուզում եք մարզվել, մարզվեք, եթե ուզում եք շտապել աշխատանքի, չմոռանաք ընթացքում 21 TV օրը բարի, հիմա տեխնիկան այնպես է, յուրաքանչյուր վայրում կարող եք լսել եւ դիտել։ Իսկ այս պահին առաջարկում ենք քայլել նորաձևության հետքերով Նաիրա Հարությունյանի հետ եւ վերադառնալ։ Ողջույն, ձեզ հետ կրկին ես եմ Նաիրա Հարությունյանը եւ մենք քայլելու ենք նորաձևության հետքերով։ Ինչպիսին է խոստանում լինել 2026-ը նորաձևության աշխարհում, այսօր բարձելու ենք միասին։ Դե ինչ, գնացինք։ 2026 թվականը նոր իմաստի, ձևի եւ կանացիության վերադարձն է նորաձևության մեջ։ Մի քանի սեզոն շարունակ գերիշխող ազատ ու չափազանց մեծ սիլուետներից հետո ոլորտը հստակ շրջադարձ է կատարում։ Ուշադրության կենտրոնում կրկին հայտնվում են էլեգանտությունը, կոկիկությունը եւ մարմնի ձևի հանդեպ հարգանքը։ Նորաձևությունը դադարում է թաքցնել մարդուն եւ սկսում է ընդգծել նրան։ Սիլուետներ։ Օվերսայզը աստիճանաբար հեռանում է։ Այն ամբողջությամբ չի անհետանում, բայց դադարում է լինել գլխավոր։ Առաջին պլան են գալիս հստակ գծերը, ընդգծված իրանը, ձգված համամասնությունները, կոկիկ ուսագծերը։ Սիլուետները դառնում են կանացի, հավաք եւ մտածված։ Հագուստը կրկին նստում է մարմնի վրա, այլ ոչ թե կախվում։ Գլխավորը ձևի եւ հարմարավետության հավասարակշռությունն է։ Կանացիություն եւ էլեգանտություն։ 2026 թվականի հիմնական բառերն են կանացիությունն ու էլեգանտությունը։ Դրանք արտահայտվում են մանրուքներում։ Հոսուն գծեր, փափուկ դրապիրումներ, միդի երկարության կիսաշրջազգեստեր եւ զգեստներ, նուրբ գոտիներ, նազելի բացվածքներ։ Կանացիությունը այլևս հավասար չէ բացահայտությանը։ Սա հանգիստ վստահություն է, զուսպ սեքսուալություն եւ լուր շքեղության էսթետիկա։ Գույներ եւ գործվածքներ։ Գունային պալիտրան աջակցում է այս էսթետիկային։ Կաթնագույն, բեժ, փոշոտ վարդագույն, մոխրագույն մարգարտյա, խորը սև, գործվածքների մեջ առաջնային է որակը, մետաքս, բուրդ, քաշմիր, բարակ տրիկոտաժ, մատե կաշի, տեքստուրան ավելի կարևոր է, քան դեկորը։ 2026 թվականի հիմնական իրերը։ Պիկի վրա են Իրանին ընդգծված ժակետները, իրանային շերտով զգեստերը, մատիտի եւ աձևի կիսաշրջազգեստերը, ուղիղ տաբատները իդեալական նստվածքով, նուրբ կոշիկներ կարուն կրունկներով։ Սա նորաձևություն է, որը նախատեսված է երկարաժամկետ օգտագործման համար։ Ինչն է մնում անցյալում։ Հեռանում են անշնորհք ձևազուրկ օվերսայզը, չափից դուրս անփութությունը, գաղափար չունեցող հագուստը, տրենդ հանուն տրենդի։ Եզրակացություն։ 2026 թվականը ժամանակ է, երբ ոճը կրկին խոսում է ճաշակի մասին։ Կանացիությունն ու էլեգանտությունը դառնում են նոր նորմա։ Նորաձևությունը վերադարձնում է ձևը, գեղեցկությունն ու վստահությունը առանց ավելորդ աղմուկի։ Դե ինչ, առանց ավելորդ աղմուկի հրաշալի տարի եմ մաղթում ձեզ։ Եղեք հրաշալի եւ ինքնավստահ։ Միշտ ձեր Նաիրա Հարությունյանը։ Դե ինչ վերադարձանք, իհարկե վստահ ենք, որ Նաիրան ձեզ օգնեց ինչ որ հարցով այսօր կողմնորոշվելու, թե ինչ պետք է հագնել։ Իսկ եթե չեք կողմնորոշվել, իհարկե բացեք զգեստապահարանը եւ գտեք տակիրեր, որովհետեւ դրսում շատ ցուրտ է։ Վերադարձակ եւ ինչպես գիտեք, օրդ բարին միշտ կողմնակից է լավ ու ճիշտ հայկական երաժշտության, այս պահին առաջարկում ենք մեր եթերում դիտել պրեմիերա, Գարունը չեկավ, որից հետո կդիմավորենք մեր հյուրերին, նրանք արդեն տաղավարում են ու կզրուցենք նոր հոլովակի շուրջ։ Գարունը չեկավ։
Երկարացավ տաճգահայոց ձմեռը Մարդամից տել անցավ Գարունը չեկա Կանաչեց ձունաբատ էլը բրուսարը Սիպան սարի բնավ Գարունը չեկա Կրումներ խումխում, թևի տված Եկան տեսան գետերն ու լջեր սարած Սավարնեցին ոտում, զույգ թևեր տարած Արագիդներ եկան, գարունը չեկա Խղճուկ երկրագործ կովերը կթան Փճացան լծկան Եզներ ու գութան Սարնամարիքը պատես տաճգա Հայաստան Տակությունը եկավ Գարունը չեկա Շատ տպավորիչ, ֆանտաստիկ իրականում եւ այս ամենի հեղինակների հետ ենք այսօր զրուցելու, այսօր մեր հյուրերն են Գաթաբենդի հիմնադիր, մեր շատ սիրելի Անդրանիկ Սարգսակյան Մանուկյանը, բարի լույս, Եվ տեսահոլովակի օպերատոր Արմեն Սարգսյանը, բարի առավոտ։ Բարև ձեզ, նախ շնորհավորում ենք սրտանց եւ շնորհակալ ենք, որ այսպիսի գործ եք արել, տպավորիչ ու յուրահատուկ, ինչպես է տրամադրությունը։ Շատ լավ, Անա ջան, տրամադրությունը շատ լավ է, որովհետեւ լավ է այնքանով, որ կարողանում ենք ստեղծագործել, արարել, ի հայտ գալ, հա, ու ինչ որ բաներ պրպտել, ես իմ ներկայացնել, դրա համար լավ է, փառք ենք տալիս ասում։ Մնացածները խնդիրներն են, եթե կա հասկացողություն, ուրեմն լավ է, այդ խնդիրները լուծում կստանան, եթե չկա հասկացողություն, միշտ խնդիր է։ Իրական հոլովակը հենց սկզբից գրավեց ու հատկապես օպերատորական կադրերով, որոնք շաքաղեցնող էին։ Մի քիչ կպատմեք ինչպես ստացվեց, միտքը ինչպես ծագեց, որտեղ են ընթացել նկարահանումները։ Նկարահանումները բոլորը նկարվել է Հայաստանում, մեր հայկական լեռնաշխարհում, դաշտավայրերում։ Մի քիչ հետո սիրես բնությունը, սիրես նկարելը, սիրես քո գործը, իմ կարծիքով ամեն ինչ ավելի սիրուն կստացվի։ Ու տպավորիչ։ Ինչ եք ուզել ավելի շատ սիմվոլիզացնել, հա, կադրերի նմանատիպ խորությամբ, Հայաստան աշխարհը ցույց տալով, հետաքրքիր է շատ տարբեր հակասություններ եւ իհարկե շատ հետաքրքիր իհարկե նաեւ տպավորություն է թողնում, երբ որ դիտում։ Ավելի շատ ուզեցել եմ կադրերում ցույց տալ, որ Հայաստանը ամենագեղեցիկն է, ամենագերավիճ եւ միակը, ինձ համար միակը աշխարհում անգնահատելի։ Եվ երկրորդը չկա Հայաստանում։ Իհարկե չկա։ Իրականում ստացվել է ու շատ գեղեցիկ, եւս մեկ անգամ հասկանալու թե մենք ինչ աշխարհում ենք ապրում, Հայաստան աշխարհում ենք ապրում ու ինչքան գեղեցիկ, բայց կադր կար, որտեղ կա գարուն եւ կադր կա, որտեղ կա ձմեռ։ Սա էլ է հետաքրքիր։ Հետաքրքիր է նա, որ իրականից այս երգը Ջիվանի է, Աշուր Ջիվանը գրած երգերից են, վաղուց է ես այս երգը երգում, բայց հետաքրքիր ասենք այս նկարահանման միտքը եկա, վաղուց ուզում էի նկարեի, անկեղծ ասած, երբ ինձ հրավիրեցին հոկտեմբերյանում մի չաստ, Զորամասում, ես գնացի այնտեղ ելույթ ունեցա, հետո որ դուրս եկա տեսա այդ կանաչ դաշտերը ու այդ ծաղիկները, ուսես գժվեցի Միանգամից այս ստեղծագործություն եկավ, հաջորդ օրը զանգել եմ Արմենիս, ու ասեցի Արմեն, պետք է առավոտ կանու գնանք նկարենք։ Ու այդպես շարունակվեց մեր նկարահանումը, իհարկե այդ ինչ որ տեսա այդ չաստում կարելի ասել լրիվ ուրիշ իսկական
աշխարհ, կյանք, նվիրում, իսկ գարունը չեկավ, ասեմ ձեզ իրականից այն որ ամեն ինչ կա, բայց ամեն ինչ չկա, էլի, բան չկա։ Իմաստը երևի ջիվանի շատ ավելի հետաքրքիր է մեկնաբանում ներկայացում, որ կա ամեն ինչ, բայց իրականում հոգու խաղաղություն չկա։ Եթե չկա հոգու խաղաղություն, բնությունը բարիք է, ասենց ասած Աստված միշտ արարել է, գալիս է, էլի կա։ Իսկ այդ ամեն բարիքից եթե մարդը բարի չի օգտվում ու բարին չի կարողանում կամենա, սարսափելի է։ Ես գիտեմ Ջիվանին ոնց է ներկայացել, բայց լավ է ներկայացել։ Իսկ ես էլ ապրելով իմ ընկերներիս հետ, ասիկ Արմենից հետ, Գարիկիս հետ, Ստեփանիս հետ, որ Գարիկին է ամբողջ գործիքային ինքն է այս ձևավորումը արել, իսկ այն մյուս սիրուն գեղեցիկ մոնտաժային աշխատանքը Ստեփանի արել, չգիտեմ, այնտեղ զորանոցում կային մարդիկ, որ իմ հետ էին, իմ առաջ էին, sense բոլորը ովքեր կարելի ասել տեսան լսեցին առաջնային հերթին ես կարելի ասել երգը ու չէին պատկերացնում թե ինչ գեղեցիկ մի տեսահոլովակ պետք է ծնվի իհարկե տեսնեք ու անկեղծ ասած այդ մնացած արդեն մեկ օրում են նկարահանումները ընթացել չէ մի օրում մի քանի օր ամեն տեղանքը մի օր տեսահոլովակի ռեժիսորը Կարելի ասել ամբողջությամբ ես իմ մտքերը գալիս են ինչ որ տեսնում եմ ու ամեն մեկին յուրովի ես իմ միտքը ասում եմ ու այսպես դառնում է հետաքրքիր մի աշխարհ։ Հետաքրքիրն այն է, որ այսինքն օպերատորի հետ այդ աշխատանքը, այսինքն մտածել, հետո տալ օպերատորին եւ դա ստանալ բավականին բարդ է, բայց ձեր պարագայում ֆանտաստիկ է ստացվել, էլի։ Այ խոսենք ստեղծագործության գործիքավորումից մեր ողջունները նաեւ Գարիկին մեր լավ ընկերոջը։ Շատ ֆանտաստիկ է ստացվել։ Այ այնտեղ եւ գործիքավորումը եւ նաեւ օգտագործել եք երաժշտական գործիքներ, հա, երկու շատ կարեւոր։ Հատուկ է ընտրությունը թե պարզապես Չէ, ընտրությունները Վրեժ ջան, ասեմ կներես, որ յուրահատուկ կարելի ասել է ամենամեծ ընտրությունը Գարեգինին է, ինքն է տենց ասած այդ ընտրությունները անում, իհարկե միասին մենք ամփոփում ենք, միասին վերլուծում ենք այս ամեն ինչ մեջ, բայց վերջնական կարելի ասել այդ Գարիկը իր ընտրությամբ միշտ աշխատում է։ Մնացած հարցերում էլ ես իմ միտքը ինչ որ գալիս է թե ստեղծագործության մեջ, թե անելիքների մեջ, ես ներկայացնում եմ, բացատրում եմ, ասենք նույն Արմենիս հետ կապված էր, այսպես թե Գարիկը այսպես արա, ես եմ ուզում, ու Արմենը իր վարպետությունն է արդեն այդտեղ օգտագործում, թե ինչ գեղեցիկ սիրուն բնական կադր ստանա։ Ու հիմա տեսնում եք այդ ամեն ինչը թե երաժշտության մեջ, թե կադրերի մեջ, թե մոնտաժային աշխատանքի մեջ, մենք աշխատում ենք այն կենթանի շունչը, բնությունը ոնց է։ Որ ասում եմ կենթանի տաճարների համար ենք եկել, մենք հիմա կենթանի տաճարներ ենք ամեն մեկ սյուրովի։ Ու այն ինչ որ մենք պետքա ստեղծագործենք կամ արարենք այդ շունչն ու այդ կենթանությունը կարողանանք ապրենք, հետո կարողանանք ապրեցնենք։ Պարոն Մանուկյան, գարունը հաղթելու է, գալու է։ Գարունը միշտ է գալու, ու գարունը միշտ հաղթել է, ու հաղթելու է, որտեղ դա արարչագործությունը, որ ոչ մի արարած չի կարողանա դրա դեմ առնի։ Այլ բան է մարդը ինքը կարող է այդ գարունը վայելել, ոչ թե վատնել։ Խնդիրը սրա մեջ է։ Եվ ես իմ խնդրանքն էլ կլինի, այն ամենաիմաստուն շնորհալի մարդկանց միշտ ասել եմ, որ Աստված ի վերուստ պարգևում է մարդկության մեջ։ Իրենց հետ կապված պետք է շատ զգույշ լինել, շատ նենց ասած յուրահատուկ մոտեցում, որ այդ մարդկանց, ասենք, այդ տրվելիք իմաստուն խորհուրդներով ցանկացած մարդ արարած առաջնորդվի։ Ու ինքը այնքան բան վայեկների մեջ կլինի։ Օրինակ ես հիմա առաջնորդվում եմ իմ մեծերի այդ տրվելիք առաջնորդությամբ, պատկերացեք Ջիվանու, ասենք, այս երգը գրածը այն ինչ է տվել ու ես դա վերցրել եմ, ապրել եմ ու ապրեցնում եմ, ասեմ։ Ու ցանկացած մեր աշուղ ասեմ, գուսան ասեմ, մեծեր ասեմ, կոմիտաս ասեմ, որ մեկն ասեմ։ Ամեն մեկը յուրովի, ասենց ասած, մոտեցում ունի բնության մեջ, մարդկության մեջ, ամեն մեկին մի մասնագիտական հնարավորություն է տրված ի վերուստ։ Ու այդ ի վերուստ տրված հնարավորությունը պետք է ծառայեցնես մարդկությանը, որ մնաս մարդ, գնաս մարդ։ Թե չէ, կյանքը հնարավորություն է, այսօր կա ինչ ասես կանես։ Բայց իրականության մեջ վաղ եթե վերցրեցին դա քեզանից դու կանես դա չես անի։
Էս է խնդիրը, անկեղծ ասեմ, էլի։ Դրա համար ես փառք եմ տալիս, ասում որ լավ ընկերներ ունեմ, լավ բարեկամներ ունեմ, լավ կամեցիոներ ունեմ, բայց կուզենամ որ մարդկությունը այս իրականից այս մեծերի հասկանան, ընկալեն։ Քանի որ պարոն Անդրեյան կանթատ նշում է ընկեր, այ ընկեր հասկացողությունը ձեզ համար ինչքանով է կարևոր աշխատանքի մեջ, որովհետև ոնց տեսնում եմ, կա յուրահատուկ մթնոլորտ, որ ձևավորված է, այս մթնոլորտն է նաև ստիպում, որ աշխատանքը էլ ավելի նույն ուղղությամբ արվի, հա, ոչ թե միայն գործնական։ Ընկերությունը կարևոր է, մարդ եթե ապրում է, պարտավոր է ընկերներ ունենալ, եթե ընկերներ չունեցավ, ոնց որ կյանքի իմաստը քչանում է։ Ընկերներով կյանքը իմաստավորվում է, աշխատանքն է իմաստավորվում, ամեն ինչն է իմաստավորվում։ Եթե մի բան իմաստով է, ավելի հետաքրքիր կարելի է այն ներկայացնել, բնութագրել, կերպարավորել, կոնկրետ նկարել։ Կարևոր է կադրային ստանալու համար նույն ուղղությամբ նայելը եւ զգալը, թե ով ինչ է ցանկացել։ Նախ եթե ընկերներ ենք, արդեն համախոհներ ենք, նույն կետը տեսնում ենք, նույն տեսակետը ունենք։ Տեսնում ենք այն ամեն ինչը, ինչ որ պետք է համատեղել։ Ընկերներ բնավորությունները մի քիչ պետք է լիքը հարցեր կարելի է նույն կերպ մտածել, ստանալ, ինի նկարել, երգել, մտածել։ Եթե չեմ սխալվում, այս ընկերությունը էլի գործեր է ստեղծելու, հիմա ընթացքի փուլում են, քիչ կպատմեք այդ մասին։ Ասեմ, իրականից մի 4 գեղեցիկ գործեր ունենք, կարելի ասել մեկը արդեն ավարտված է, մյուսը շուտով կավարտվի, մյուսն էլ մի քանի օրից կավարտվի, մի 4 Ձայնագրման փուլում է։ Չէ, տեսահոլովակներ, արդեն ամբողջը ձայնագրվել, մոնտաժային, նկարացա։ Այսինքն 26 թվականին մենք բավականին շատ պրեմիերաներ կունենանք ու հաճախ ենք։ 4 տեսահոլովակ, սա առաջինն է։ Կարելի է բացել ճակերտները օրինակ ինչ է սպասում, գոնե մեկը։ Մեկը էլի կարելի ասել իմ ստեղծագործական աշխատանքներից է շողն եմ։ Շողն եմ գիկամ։ Դա էլ է եզակի հետաքրքրելի աշխատանք։ Իհարկե չեմ գովաբանում, ուղղակի գործի առումով ասում եմ, հա, տեսնեմ, կընդունեն էլի շատ սիրուն, մտակա ժամանակներում դա էլ կլինի Վերեջան։ Իսկ ընկերության մասին ասեմ, ընկեր հասկացողությունը դա ազնիվ վիճակն է, ցանկացած ազգերի մեջ մարդ վիճակն է, աղուհաց կիսելն է։ Հա, եթե ընկերությունը պետք է լինի ազնիվ հողի վրա, ազնիվ, չգիտեմ, միջավայրի մեջ։ Եթե այդ ազնվությունը չկա, այդ ընկերությունը դառնում է բառացի բառեր, որ հոլովենք, հետո մոռանանք։ Դրա համար ես որ ասում եմ ընկեր, իմ հետ, ասենք ընկերակցող անձիկ աղուհաց են կիսում եւ կիսում են ազնիվ։ Աշխատում են պետք է լինեն ազնիվ։ Եթե կա ինչ-որ խնդիրներ, պետք է այդ խնդիրները լուծվի ազնիվ, որպեսզի այդ ամեն ինչը բնական կենթանի շունչ ունենա։ Իսկ մնացածն էլ տեսնենք, էլի գործեր ունենք, աշխատանքներ ունենք, բացի այս նորովի հիմա գարիկս չարչարում է, շատ նոր գործերի վրա, հետաքրքիր գործ կարող է շատ գեղեցիկ էլի ստացվի, բան է անում, գործիքային է անում, երևի մոտակայքում դա էլ կհնչի էլի Բացի տեսահոլովակներից Գաթան 2026 թվականին ինչ համերգային ասեմ, կետեր է նախատեսում։ Գաթան կարելի ասել ունենք Ավստրալիա հրավերք, ունենք Ամերիկա հրավերք եւ այդպես մի քանի հետաքրքիր հրավերքներ կան ու համերգային ծրագրեր էր։ Հանրապետությունում եւս մարզերում։ Հանրապետությունում երևի հավանաբար մարզերում կկազմակերպվի։ Տեսնենք ու մի հատ էլ նպատակ ունենք մեր ֆիլմն ենք ուզում հասնենք ավարտին դեռ հլը չենք որի մասին շատ ենք խոսում աշխատանքները շատ է տարվում բակի շատ եմ ես sense մտածում որ ամենահետաքրքիր եմ որ ասում է իրական կերպարը ստանամ հայ էթնիկ ընտանիքի իմ միտքը նա է որ հայ էթնիկ ընտանիքը որ ապրում է ու արարչի կողմից արարվել եկել այս մոլորակի վրա ինքը յուրահատուկ ասելիք է, թե ինչի են, ասենք, մարդիկ սպանում այդ էթնիկ ընտանիքին, դա էլ եմ հասկացել, որտեղ կա չարություն, կա նախանց, մեզանից բռնած վերջացրած ցանկացած ազգի, դրա համար ասում եմ ընկերություն, ազնվությունը, շատ ազգերի հետ էլ մենք շփվում ենք, հարաբերում ենք, բայց մարդկանց մոտ կա, երբ որ կա ազնվություն, արդեն կա մարդ հասկացություն, մարդ մոտեցում,
Հա իրանք էլ են հասկանում, որ այս կյանքը բոլորի համար անցողյակ ու պետք է վայելես առանց կարելի ասել քեզ ծանրաբեռնելու։ Ու ամենասարսափելին է, որ ոչ թե մենք այսօր բնության դեմ ենք պայքարում, գազանների, կենդանիների եւ այլն, այլ մենք միմիած դեմ, չէ՞, մենք իրար ենք ոչնչացնում, մենք իրար ենք սպանում, մենք իրար ենք, չէ, փորձում, այսինքն ավերել, չկայանալ։ Այս է սարսափելին, չէ՞։ Իրականից, հա, ասեմ, Վրեժ ջան, ոչ մի բնության մեջ մեկ մյուսին, այն որ ասա կենդանու չեն կարող ոչ մի բան անենք, դա բնած դա, բայց ավելի բանա կայուն է, քան թե գիտակցաբար, ասում եմ, գիտակցաբար մեղքը սարսափելի է, ես մեկ մտածում եմ, չգիտեմ, գիտակցաբարը որն է արդեն մարդու մոտ, եւ անգիտակցաբար, եւ անգիտակցաբար, որ գալիս է, էլի բնության մեջ նա։ Խառնվել է իրար, չէ։ Մենք ընկել ենք իրար հետևից, անկեղծ ասած, մենք ընկել ենք իրար հետևից, չեմ հասկանում ինչի։ Էդ էլ գալիս է մի բան էլ եմ հասկացել, ոնց որ ուզենանք մեկ մյուսին մի բան ցույց տանք, հետո մեկ մյուսին զարմացնենք, ունենք ես կյանքում ոչ զարմանում եմ, ոչ էլ մարդու զարմացնում եմ։ Իմ զարմանքը նա է, երբ որ իմ դիմացին մարդ է։ Սկսում եմ ակամայից համ զարգանալ, համ ընդունել, համ պատկերացնել, վայ, իմ նման կարիքավոր մարդ է։ Իմ նման sense ասած կյանքով լեցուն մարդ է, դրանից արդեն սկսում եմ համ լավ զգալ, համ զարմանալ, վերջիվերջով են նյութապաշտությունը, այդ ամեն ինչը ինչ որ կա, չի հայտնում այդ կարգավիճակին ու հասկանում ես, որ սա է իրական կյանք էլի, զարմանալու բան չկա, ոչ մի բան հավատացած եղեք։ Զարմանքը մարդը։ Շնորհակալություն ձեզ անչափ, որովհետև միշտ հաճելի է լսել ձեր խորհուրդները, ձեր տեսակետը ու ձեր յուրահատուկ մոտեցումը, այսպես մենք էլ հոգեպես կարելի է զրուցել, չէ, Անահիտ։ Միշտ պատրաստ ենք լուսաբանել նման որակյալ գործեր ու հոլովակներ, որի հիմքում ընկերությունն է եւ ճիշտ մտածողությունը նույն ուղղությամբ նայելը։ Ձեզ մաղթում ենք միմիայն հաջողություն, նոր գործերին նույնպես հենց պատրաստ լինի։ Սիրով կհյուրընկալենք մեր տաղավարում եւ հեռուստայտողի դատին նաեւ կհանձնենք։ Շնորհակալ ենք անչափ։ Մենք էլ ենք շնորհակալ, իհարկե ինչ որ ասվում է հիմա, անկեղծ ասած գալիս է այդ իմաստուն մարդկանց մտածելակերպից եւ իրենց ասելիքներից։ Դրա համար է կարելի ասել, ես ինչ որ զրուցում ենք, այդ մարդիկ մեզ ասենց ասած թափանցել են մեր ներսում, որ մենք կարողանանք մեկնաբանենք ու շարունակենք այդ նույն գործունեությունը, էլի։ Մենք էլ ենք շնորհակալ, լավ եղեք, թող Աստված ձեր այն որ ասում է տաղավարը, ձեր էսը բարի լույս, բարի կամեցողություն այնքան սփռնի մարդկության վրա, աշխարհի վրա, որ Կարաղ հանգիստ վայելեք այս կյանքը էլի ու կսպասենք հաջորդին։ Մենք էլ պատրաստ ենք ուրախությամբ ձեզ միշտ այստեղ տեսնելու ու լուսաբանելու այն ինչ որ դուք անում եք։ Կաթաբենտ Անդրանիկ Սարգսակ, օպերատոր Արմեն Սարգսյան, հաճելի զրույց եւ նոր տեսալվակի պրեմիերա։ Գարունը չեկավ, իսկ ես ուզում եմ, որ անպայման գարունը գա ու կապ չունի տարվա որ եղանակին, այդ գարունը փնտրենք մեր մեջ, գտնենք, փայփայենք, ծաղիկները ջրենք եւ ճիշտ պտուղների առաջ կանգնենք։ Այստեղ սրտի խորք։ Շատ կարևոր նաև շեշտադրում եղավ իմաստուն լինելու մասին, որպեսզի գարունները գան, գարունները գալիս են, բայց այն պետք է իմաստավորել։ Իսկ իմաստությունը դա մեզ որպես քրիստոնյաներ տրված է Աստծուց, դա Աստված, որ մենք յուրաքանչյուրս իհարկե լցվենք այդ իմաստությամբ եւ կարողանանք իմաստավորել այն բոլոր գարունները, որոնք որ յուրաքանչյուրիս համար բերում են փոփոխություն ու լույս։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, իսկ եթերը ավարտում ենք երաժշտությամբ Կաթաբենտ բնականաբար։ Մնացեք բարով։ Լավ օր բոլորիդ։ Իմ հոգու ինչու եք խառնում ընթացքները ստեղծում լոքաոս ու խառնաշփոթ ինչու եք խառնում ընթացքները ստեղծում լոքաոս ու խառնաշփոթ միություն է ուժեղ եկեք միանալ Ողանուջուր հայրենի, ինչպես տակը թողմանան միություն է ուժը, դե եկեք միանալ
Արթուն տրված է լույսը բարու հետ Ավկնուտերը ճուներ երամերար հետ Սոխագտա դրագը լայլայլում հավետ Ավկնուտերը ճուներ երամերար հետ Սոխագտա դրագը լայլայլում հավետ Միություն է ուժեր եկեք միանալ Հողն ուժուր հայրենի Իշպես կապը թողմանալ Միություն է ուժեր եկեք միանալ Հողն ուժուր հայրենի Իշպես կապը թողմանալ Աստակը ազնիվ կրդինքը զուլալ Արարիշն արդար բաշկել է շիտակ Իսկ մարդը մարդուն ճշում է հստակ Արարիշն արդար բաշկել է շիտակ Իսկ մարդը մարդուն ճշում